Հոկտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության կողմերի կոնվենցիայի 17-րդ համաժողովին ընդառաջ Հայաստանում իրականացվում է աննախադեպ էներգետիկ նախագիծ։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կառուցվում է 35 6 կՎ բլոկ մոդուլային ենթակայան, որը կապահովի միջոցառման անխափան էլեկտրամատակարարումը։ Հետ ժամանակավոր կառավարիչը, շրջակա միջավայրի նախարարը, ՀՑԿՀ նախագահը եւ այլ պաշտոնատար անձինք այցելել են Մերիդիան էքսպո կենտրոն, ծանոթացել աշխատանքներին։ Մենք սպասում ենք բազմահազարանոց հյուրերին եւ այս առումով անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի հատուկ ուշադրություն դարձնենք ենթակառուցվածքներին եւ բերենք պատշաճ մակարդակի, որպեսզի կարողանանք հյուրընկալել COP17-ը։ Այս առումով շատ կարեւոր է, որպեսզի ենթակառուցվածքները համապատասխան լինեն ՄԱԿ-ի պահանջներին։ Ի սկզբանե ենթակայանի կառուցման նախահաշվային արժեքը կազմել է 1.5 միլիարդ դրամ, սակայն թափանցիկ մրցութային կարգով 20%-ով նվազ գնով են հաղթող ընկերություն գտել։ Արդեն շինական աշխատանքները մեկնարկել են, անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորներն ու նյութերը պատվիրվել են եւ 1-1.5 ամսից արդեն մատակարարումները կսկսվի, այս ընթացքում արդեն շինական աշխատանքները կավարտվի եւ ենթակայանի անհրաժեշտ բոլոր տեխնիկան, սարքավորումները Հայաստան հասնելուն մաքսազերծելու պես արդեն կտեղակայվեն։ Ես ուզում եմ առանձնահատուկ շեշտել, որ նման հզորության ենթակայան մոդուլային տիպի առաջին անգամ ենք մենք մեր երկրում կիրառում, քանի որ նաև կար հողային ֆոնդի սահմանափակ կարողություն եւ որոշում կայացվեց ավանդական այն շենքային պայմաններով ենթակաների փոխարեն մոդուլային ազատ հեշտ տեղաշարժվող, հավաքվող ենթակայան կառուցել, որը առաջադեմ երկրներում այս բանը շատ տարածված է։ ՄԱԿ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչը եւս հետևում էր աշխատանքներին։ Armenia is doing a magnificent job. Հայաստանը հոյակապ աշխատանք է կատարում սկսած կառավարությունից մինչև ճանապարհաշինությամբ զբաղվողներ, ոստիկանություն եւ երկրի բնապահպանական խմբեր։ Կարծում եմ գործընթացը շատ լավ է ընթանում, այդ թվում հանրային հեռուստաընկերության հեռարձակման մասով։ Համոզված եմ, որ պատրաստ կլինենք թե անցկացման վայրի, թե COP17-ի նման մասշտաբային հյուրընկալության առումով։ Դեռ ավարտին հասցնելու գործեր ունենք, բայց շատ աշխատանք արդեն կատարված է։ Կարծում եմ կտեղավորվենք ժամկետների մեջ։ Հուսով եմ, մինչև օգոստոսի վերջ ամեն ինչ պատրաստ կլինի։ Բացի միջազգային միջոցառման սպասարկումից, ենթակայանը մասամբ կլուծի նաև Երևանի Նորագյուղ թաղամասի կառուցապատման էլեկտրամատակարարման ապահովման հարցը, նշում է Ռոմանոս Պետրոսյանը։ Այս կարևորագույն միջոցառման կարիքները լավագույնս սպասարկելու համար հեծը միանգամից իր ներդրումային ծրագրով 26 թվականի որոշակի խմբագրումներ արեց ու հետագայում արդեն Նորագյուղի կառուցապատման ահռելի ծրագրերին կարողանա նորմալ ուղեկցել։ Այսինքն մենք այսպես ասած մի ձեռքով երկու ձմերուկ ենք բռնում։ Եվ ձեր միջոցառումը պատշաճ սպասարկելու եւ Երևանի նոր կենտրոն այսպես ասած, այո, պահանջարկը նախնական փուլում առնվազն կառուցապատման սկզբնական ծավալներին դիմագրավելու Հետ ժամանակավոր կառավարիչը էներգետիկ ոլորտի տնտեսվարողներին ընկերության գնումների գործընթացներին ակտիվ մասնակցելու կոչ է անում, քանի որ այս տարվա ներդրումային ծրագիրը շուրջ 46.7 միլիարդ դրամի է հասնում։ Այդ ծրագրով եւս մեկ ենթակայան էլ կառուցվում է Մոնթե Մելքոնյան փողոցում։ Ինչպես տեսնում եք, ինտենսիվ կառուցապատում է գնում, արդեն իսկ մի շարք թաղամասեր կառուցվել են եւ Լենինգրադյան փողոցում եւ այս մասում եւ աղմուկը լսում եք նորից էլի կառուցապատում ինքը շարունակվում է եւ որպեսզի կարողանանք այս հզորություններն ապահովենք նախատեսվում է նոր 110 կՎտ ենթակայան կառուցելու, որը ամբողջությամբ կբավարարի կառուցապատման առաջացած հզորության դեֆիցիտը, ամբողջական էլեկտրամատակարարման կապ կստեղծի մեր մնացած ենթականների եւ անխափան էլեկտրամատակարարմամբ կապահովի ամբողջ բնակչությանը։ Նախնական հաշվարկով ենթակայանի կառուցումը կարժենա 2-ից 2.5 միլիարդ դրամ, այն կբավարարի նաև հետագայում ստեղծվող հզորությունների պահանջարկը։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։